Ռացիոնալ դատողությունն ու փաստարկված պնդումները հետին պլանում են, կարևոր է թե ով, որքան թունդ, ավելի կրքոտ ու ավելի պաթոսով կկարողանա խոսել բանակի, զինվորի ու սահմանի մասին։ Չէ՞ որ հայրենասիրությունը դպրոցից մինչև խորհրդարան հուզումն առած տեքստն է ու բարձր տոնայնությունը։ Հավանաբար հենց դա էր պատճառը, որ զինծառայողների օգնության հիմնադրամի օրինագիծը ունեցավ քննարկման դրամատիկ ընթացք եւ առաջին ռաունդով գլխապտույտ ավարտ՝ 102 կողմ եւ 3 դեմ։ 101 կողմ, 3 դեմ, ձեռնապահ չունենք, որոշումն ընդունվել է։ 102 կողմ։ 102 կողմ։ Վիգեն Սարգսյանի խորհրդարան բերած նախագիծը նախատեսում է եկող տարվա հունվարի 28-ից հետո զոհված ու հաշմված զինծառայողներին փոխհատուցել անհամեմատ բարձր, ապահովելով նրանց ընտանիքների արժանապատիվ ապրելու պայմաններ։ Դրա համար Հայաստանում աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամեն ամիս իր աշխատավարձից 1000 դրամ վճարի հիմնադրամին։ Այսպիսով ամեն ոք կմասնակցի այս գործին։ Առաջին մտահոգությունը նախագծի քննարկման ժամկետներն են։ Ինչու է օրինագիծն այսքան հապճեպ բերվում։ Եթե մենք չընդունեինք այս օրենսդրությունը այս նստաշրջանի ընթացքում, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, այնուհետև ազգային ժողովի ընթացակարգային գործընթացները եւ այլն, շատ հնարավոր է, որ մենք առաջի հնարավորություն ունենայինք անդրադառնալու այս օրենսդրությանը հաջորդ աշնանը։ Մեծ հաշվով նույնիսկ ամենաթունդ ընդդիմադիրները դեմ չէին նախագծին, տարաձայնությունը կատարման եղանակին էր վերաբերում։ Այս հարցը լուծելու համար ՀԱԿ-ը նույնիսկ 1000 դրամն է քիչ համարում, բայց պետական բյուջեի հաշվին։ Կառավարությունը կարող էր գումարը տրամադրել բյուջեից, իրականում ոչ, բայց եթե անգամ հնարավոր լիներ, ճիշտ չէր լինի։ Եթե մենք փորձեինք մշակել մի քաղաքականություն, որը թույլ կտար բյուջետային եղած միջոցների հաշվին անդրադարձ կատարել բոլորին, մենք կանեինք շատ պոպուլիստական մի քայլ ընդառաջ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Մյուս հակադարձումը պաշտպանության բյուջեի հաշվին ունեցված դիզողներին բացահայտելն է։ Պատգամավորների մի մասի տպավորությամբ թալանածը բյուջե վերադարձնելով ավելի շատ գումար կհավաքվի, քան հազարական դրամներով։ Ինչպես է, որ պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնյաներ, գեներալներ ապրում են շվայտ, ցոփ կյանքով։ Եկեք ցուցակագրենք պաշտպանության համակարգի նախկին եւ ներկա աշխատակիցների անունները եւ այցի գնանք իրենց տները։ Էլ պետք չի ասել փողի տեղը ցույց տվեք, կոռուպացվածի տեղը ցույց տվեք։ Եթե չկան այդպիսի ապացույցներ, ապա ընդհանուր առմամբ նման հայտարարություններ հնչեցնել կամ գնահատականներ տալ, որ այս կամ այն անձին պետք է պարտադիր ենթարկել քրեական պատասխանատվության, կարծում եմ ճիշտ չէ առնում։ Նախարարն ակնկալում է յուրաքանչյուր պատգամավորի համագործակցությունն ու առաջարկում անուններ նշել։ Միայն ուրախ եւ կողմ կլինեմ, եթե ազգային ժողովի պատգամավորներից յուրաքանչյուրը հետամուտ լինեն եւ անուն թվարկեն բոլոր նրանց, ովքեր փորձել են հատկապես պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների կամ օջախների ենթադրյալ երջանկությունը։ Հաջորդ մտահոգությունը վստահությունն է, հատկապես որ հիմնադրամ բառն այլևս վստահություն չի ներշնչում։ Նախագծով նախատեսվում է, որ հիմնադրամն ունենալու է կառավարության, կենտրոնական բանկի, քաղաքասարակության 9 անդամից բաղկացած հոգաբարձուներ, որոնք կվերահսկեն այդ գումարները։ Կառավարության կողմից 3 տեխնացուի առաջադրման ժամանակ մենք նախատեսենք, որ այդ 3 տեղից մեկը կամ երկուսը լինի ազգային ժողովում ընդդիմություն ներկայացնող ֆրակցիաների որոշմամբ ընտրվող խորհրդի անդամի համար։ Ինչու պետք է բոլոր աշխատողները 1000 դրամ վճարեն, 100,000 աշխատավարձ ստացողն էլ 300,000 ստացողն էլ։ Պատգամավորներն առաջարկում են տարանջատել։ Սա էլ մյուս մտահոգությունն էր։ Գուցե պետք է սանդղակավորել, Հոյդան առաջարկեց օգնության չափը սահմանել ըստ աշխատավարձի։ Նվազագույն աշխատավարձից բարձր, բայց մինչև 100,000 վարձատրության դեպքում 500 դրամ։ 100-ից 200,000-ի դեպքում 1000 դրամ։ Նույն սկզբունքով պատգամավորների մեկ այլ խումբ էլ առաջարկում էր տոկոսային սանդղակ կիրառել, եկամտահարկի նման, ով շատ է ստանում, ավելի շատ գումար տալ, ով քիչ է ստանում, քիչ։ Ահա նախարարի հակափաստարկը։ Դա կարող բերել իրավիճակի, երբ որ որևէ մեկը, ով վաստակում է, ասենք թե 300,000 դրամ, բայց ունի 7 հոգանոց ընտանիք եւ միակ կերակրողն է, իր համար ստեղծեինք շատ ավելի բարդ պայմաններ։ Մեկ այլ քննարկվող թեմա հիմնադրամի հատուցման սեկտորն էր։ Այն նախատեսում է, որ կփոխհատուցվի միայն հունվարից հետո զոհվածներին եւ վիրավորներին։ ՕԵԿ խմբակցությունն առաջարկում է ներառել նաև ապրիլյան դեպքերը։ Նախարարը պնդեց, որ եկող տարվա հունվարից հետո տեղի ունենալիք դեպքերին անդրադառնալը ճիշտ է։ Դրանում նա համոզվել էր Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակի առիթով եռաբլուր այցի ընթացքում։ Այստեղ եկել եմ շատ ամրացած իմ համոզմունքի մեջ, որ կազմել եմ ճիշտ նախագիծ, ճիշտ եմ արել, որ ազգային ժողով կառավարության միջոցով բերել եմ այն այս տեսքով,
Խորհրդարանական քննարկումներին զուգահեռ օրինագիծը քննարկվում էր նաև հասարակական դաշտում։ Գրականության ինստիտուտի փոխտնօրենը դեռևս ապրիլին էր հասկացել, որ ամեն մի կռվողի ու նրա ընտանիքի համար երաշխիք է պետք։ Ընկերներիցս մի քանի հոգի ուղղակի արդյունք հաճկային ասել են, որ իրենք չեն եկել ոչ թե վախեցել են, այլ այդ վախից ելնելով, որ կարող է մի բան լինի եւ իրենց ընտանիքները ուրեմն անապահովության մատնվեն։ Ապահովագրական վճարներ տալու գաղափարի հիմքում ազգ բանակ կոնցեպտը գրողի դիտարկմամբ դարավոր երազանքի իրականացումն է։ Վստահ է, որ զինվորի ու նրա ընտանիքի համար 1000 դրամը չի խնայի ոչ ոք։ Այդպիսի հայ չեմ պատկերացնում ես, բայց այդ հայը իր տված 1000 դրամի հետևից ուզում է գնալ։ Ուր գնաց այդ փողը։ Գրեթե 2 շաբաթ տարբեր ձևաչափերով քննարկումներից հետո Վիգեն Սարգսյանը նոր կոնցեպտը ավելի լայն իմաստով ներկայացրեց մեդիայի ներկայացուցիչներին։ Ազգ բանակի գաղափարը պետության ռազմականացումը չէ։ Դա նշանակում է զինված ուժերի ժողովրդավարացում, դա նշանակում է զինված ուժերի ինտեգրում պետական համակարգի բոլոր ոլորտներ։ Վիգեն Սարգսյանը նախագծի մանրամասները մեկ այլ հանդիպման ժամանակ ներկայացրեց հանրային խորհրդի անդամներին, լսեց ու պատասխանեց նախագծի վերաբերյալ հասարակական հատվածի բոլոր մտահոգություններին։ Քաղաքական հաշվարկով կամ միտումով չեմ սա արել, այլ արել եմ, որովհետև խորապես վստահ եմ, որ սա միակ ճանապարհն էր ամեն մեկին ստիպելու մտածել բանակի խնդիրների մասին։ Բանակին վերաբերող խնդիրներին էմոցիոնալ մոտեցումը բազմաբևեռ քննարկումներն ու խորհրդարանում քվեարկության արդյունքը վկայում են, որ հատկապես անվտանգության հարցում մտահոգ են բոլորը, եւ դա բնական է պատերազմական երկրի համար։ Մյուս կողմից ազգ բանակ հայեցակարգ ունենալը 21-րդ դարում բնավել ընտրություն չէ, ճակատագիր է։ Եվ այդ ճակատագրով ապրելու համար անհրաժեշտ են զոհողություններ, երբեմն անձնական, երբեմն ֆինանսական։ Զորապ Հարյան, ժամը լրատվական։